Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիք Շուշիում օպերացիան հաջողվեց, բայց Դուք ասում եք տոնն ու հիշելը տարբեր բաներ են։ Դե տոն չի։ Շուշի ազատագրումը տոն չի։ Միշտ տոն է եղել մեզ համար։ Ասում եք եռատոն է։ Եռատոնի մասով եք ասում։ Եռատոնն ու զոհերի հիշատակը հարգելը տարբեր Բայց ծննդով Արցախից Արմեն Գրիգորյանի համար Շուշի ազատագրումն այլևս տոն չէ, իսկ Շուշիում հարսանիք անելիս տոն էր։ Երբ որ Շուշին ազատագրված էր, դա տոն էր։ Հիմա, երբ որ գործող իշխանությունն ամեն ինչ տարավ պարտության, իրանց սխալների հետևանքով, չնայած կարծիք կա, որ դա ոչ միայն սխալ է եղել, այլ նաև ծրագրավորված է եղել, բնականաբար դա իրենց միշտ հիշեցնելու է իրենց արած իրենց քաղաքականության հետևանքների մասին։ Հայաստանի Հանրապետության նախագահ Վաղագն Խաչատրյանն էլ խուսափեց պատասխանել հարցին այսօր իր համար եռատոն է, թե ոչ։ Պարոն Խաչատրյան, այս համանախագահ եռատոն է, թե միատոն։ Շուշի ազատագրումը ժամանակին տոն էր, հիմա ոչ, կարծում է արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը։ Այսօր նշում ենք հաղթանակի օրը։ Իսկ նախորդ տարիներին ինչ հաղթանակի օր եք նշում, Շուշի ազատագրման օրը երբևէ նշվել է Հայաստանում նշում եք։ Նշվել է, այո։ Իսկ հիմա ինչու չի նշվում։ Հայտնի պատճառները։